ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն։ Երևի փոստը փոխանցեն նախաձեռնողին, եթե կլինեն առաջարկություններ կամ հարցեր, խնդրում եմ բարձրացնել դրանց մասին շնորհիվ։ Ողջունում բոլորին, շնորհակալություն եմ հայտնում այս ուսումնային կազմակերպելու համար։ Ես Բագրատ եմ Խաչատրյան, Robex-Action ընկերության հիմնադիր է, որը ուսանում է տվել ասել բնակելի հողերի կառուցապատողը։ Իմ աշխատում նստած են բնակապան Ֆոթոր Մինասյանը, ճարտարապետ Միքայել Տեր-Ավետիսյանցը և կոնստրուկտոր Կարեն Մկրտչյանը։ Կներկայացնի հիմնականում ծրագիրը կներկայացնի բնակապան Արտուր Մինասյանը, եթե հարցեր լինեն, սիրով պատասխանենք հարցեր։ Ես կարճ ներկայացնում նախագիծը ներկայացրի քարտեզի համարիր 25,000 քառակուսիմետր մակսով դրան հարկում ապարտամաններ, 54 մեքենայի համար ապաստարան, տեխնիկական տարածքներ, առաջի հարկում ունենալու են կոմերցիոն ու ֆասիլիտական տարածքներ, իսկ երկրորդ հարկից վերև արդեն բնակելի են պատկերը, ընդհանուր առմամբ 161 բնակարան է լինելու, բնակարանների մակերեսները 40 մետրից մինչև 120 մետր մակերես։ Անվակային տարածքները առաջապատվում են, բանկերում ունենալու են բարձրահրապարակ, խաղահրապարակներ մանկական, կարճ կամնա, մնացած արդեն հարցերի դրերի։ Ես շարունակեմ, վարորդես Արտուր Մինասյան, էկոգրուպային կազմակերպության տնօրեն, մեր կազմակերպությունն է մշակել նախատեսող գործունեության գնահատման հաշվետվությունը համաձայն շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձառության մասին օրենքի պահանջների։ Հաշվետվությունում ներկայացված է նախատեսող գործունեության տեխնիկատնտեսական ցուցանիշները, հիմնական ազդեցությունները, որ ակնկալում են շինարարության փուլում շրջակա միջավայրի բաղադրիչների վրա, դրանց մեղմացման միջոցառումները, մոնիտորինգային միջոցառումները։ Հիմա ներկայացնում ավելի մանրամասը, շինարարության հետ կապված փոշեգոյացումներ և փոշու տարածման հետ կապված խնդիրները, որոնք կարգավորելու նպատակով մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքի դրույթներով պայմանավորված նախատեսել են տարբեր միջոցառումներ։ Դրանցից են ընդհանուր շին հրապարակի ցանկապատումը, շինարարության ընթացքում շենքի կարգասի ցանցապատումը, նախատեսված են ջրցանման աշխատանքներ և այլ միջոցառումներ, որոնք նախ կզսպեն և կանխարգելեն փոշու տարածումը տարածքում, անվադողերի լվացման կետ է նախատեսված, շինարարությունը իրականացվելու է շին կազմակերպման նախագծի պահանջներին համապատասխան, որը այդ նախագծի այլ բաժինների հետ միասին անցնելու է տարբեր փորձաքննություններ, այդ թվում քաղաքաշինական։ Նախատեսել են նաև մոնիտորինգային աշխատանքներ փոշու աղմուկի թրթռման հետ կապված, աղմուկի հաշվարկ է ներկայացված եղել գնահատման հաշվետվությունում, որը նաև կարծիք է հայտնել առողջապահության նախարարությունը դրա հետ կապված։ Ուրեմն ընդհանուր հողամասի մակերեսը 3749.7 քառակուսի մետր է, կառուցապատման մակերեսը 1665.9 քառակուսի մետր, կանաչապատումը 1698 քառակուսի մետր և անջրանցիկ մակերեսները 386.7 քառակուսի մետր։ Այդ շենքի հարակից տարածք չէ, Զրո նիշան։ Իսկ կներեք հիմա բաներ հավետ, որ ասացինք շրջակա այդ փոշը ոսիչ ցանցեր չէ նախատեսել։ Դրանից չէ, շենքը ինքը պատվելու է ցանցով, փոշեվորսի ցանցով, այո, ցանկապատել է արվում ընդհանուր, փոշեվորսի ցանցել է նախատեսված։ Դե ձեր դուք դեռ ցանկապատ Պարիզ կա, չէ՞, կարելի է Պարիզ վերջում։ Դե Պարիզ կա, այդի պահպանվել է։ Կարելի է վերջում անել, որովհետև ավելի լավ չէ, քայլ ես Պարիզ կմնա, քան Տարածք իրանից այսօր ներկայացնում է կառուցապատումից ազատ տարածք, քարտեզված վիճակում, որևէ ծառայողային լուսականություն չկա։ Եկեք խնդրեմ ձեռնարկողը արդեն փորձակնություններ անցնելուց հետո կհամաձայնեցնի համայնքի հետ տեսակային կազմը, որ արդեն շին աշխատանքների ավարտից հետո նաև տարածքի բարեկարգումը կանաչապատումը համաձայն այդ նախագծի իրականացնի։
Այսքանը եթե հարցեր կա կոնկրետ Ջորջան փորձեմ դեր հարցնել։ Ես քննարկել եմ կապակցությունների հարցեր, քան որ նշել զրույցից մինչև 1.6 մետր խորության վրա արդեն հայտնաբերվել է բնական ջրերի միջոցառումների վերաբերյալ խոսելիմաները, քան որ նշված չէ, ինչ է կապակցում։ Այո, կառուցողի համապատասխան համակարգ, որը որ անելու է եկելից գլուտային ջրը դրենաժային համակարգականությունը։ Սալա լինում, ինքը ջրամեկուսացած բետոնյա սալա լինում, ինքը արդեն բավարար միջոց կազմում, բայց ամեն դեպքում նաև ջրահեղուց։ Բայց համեն որը արվում է դրենաժային ջրերը հավաքելու։ Բայց դեռ sense խնդիր կա, չէ՞, ջրերը ագրեսիվ են, թե ոչ Ագրեսիվ չէ։ Գեոֆիզիկան Այսինքն ինչքան խորությունից է ջրերի հայտ գալի ձեր փորձած, որտեղ չեք ուղարկել ասում Ինքը մեր մոտ Ինձ մոտ 0.8-ից 1.6-ի դեպքում արդեն եզրակացությունը այո 0.8-ից 1.6-ի դեպքում պետք է, բայց մեր մոտ մենք սալը ջրից, գոյություն ունեցող ջրից մոտ 1.5 մետր բաց է, բայց մենք իշխում ենք ներքև, սալից էլ ավելի իշխում ենք ներքև։ Մենք պետք է կառուցենք այդ դրենաժային համակարգը, ջրերը ագրեսիվ չեն, բայց միևնույն է համապատասխան նյութերը խառնվելու բետոնի հետ, որը որ ջրը կայուն է լինելու, ջրի ագրեսիվությունը, դրա բանակ չկա, բայց մենք անելու ենք, դրենաժային համակարգը սարքել ենք, ջրերից մոտ 2 մետր բարձրության վրա նոր ունելու է սալը։ Սալը ունելու է 1.20, եթե չեմ սխալվում, 1.20 մետր հաստության սալը, սալի վրա նոր արդեն սկսվել է կառուցվել շենք։ Իսկ այդ դրենաժային ջրերով են Կառուցել ենք համապատասխան հորը, ինքը իր նասոսներով գնալու է կառուցել ենք գնալու է գետը։ դեռ գետ, այսինքն դեռ ուտակվի Ուտակվի նասոսով գնալու է գետը։ Բայց դեռ այդ բանն ձեր շենքից մինչև գետ որտեղ եք նախատեսել։ Շենքից դեպի մինչև գետ գնում ենք հարևան հողատարածքի միջով, որի թույլատվություն ունենք, որը որ կառուցել Ինչ է, դեռ ինչ-որ բան ստորգետնյա բան կա, թե նոր պետք է Չէ, տրուբա ենք գցելու, խողովակ ենք գցելու, այսինքն մենք հանդելու ենք խողովակ գցենք, այդ հորի մեջ լինելու է նասոսներ, երկու հատ առնելու, պոմպերը մնում են երկուսը, հիմնական և ռեզերվային։ Իսկ հնարավոր չի, նենց անենք ինքնահոսի լինի, Մենք մակարդակները նենց են անելու, որ ինքնահոս են աշխատի, բայց որպեսզի ապահով լինի, դնելու ենք պոմպերը։ Եվ այդ շենքում նախատեսված է լինելու նաև ռեզերվային հոսանքի աղբյուր գեներատոր, այդ շենքը ունենալու է 4 վերելակ, 2 մուտք, ամեն մուտքում 2 վերելակ անելու, նաև այդտեղ նախատեսված է լինելու ռեզերվային գեներատոր, որը որ ապահովելու է հոսանքը զգալման ժամանակ, թե այդ պոմպերի աշխատանքը եւ թե վերելակների աշխատանքը, նաև շենքի ներքին եւ արտաքին լուսավորությունը, որ 24/7 բնակիչները ապահովված են հոսանքով։ Նաև ունենալու ենք պոմպակայան, ջրի ռեզերվուարներ, որ հարկելած դեպքում բնակիչները նաև մինչև 24 ժամ կարողանան ապահովված լինեն խմելու ջրով։ Այսինքն ինձ մոտ 176 արդեն պակասել է։ Իսկ ավտոկայանատեղին միայն ստորգետնյա թե վերգետնյա։ Մի հարկ չէ ավտոկայանատեղին։ Ամբողջ օլամասի տարածքով։ Ավտոկայանատեղին ամբողջ տարածքով։ Ամբողջ տարածքով, ոչ մի շենքի։ Այսինքն քանի մեքենայի 54 Բերել չէ, բերել է մոտակա բետոն հանգիստներից։ Քաղաքաշինական նորմերով տեղում չի թույլատրվում, այնտեղ բավական հիմնական չափորոշիչներ կան։ Մոտ գտնվող հարավից շենք շինությունը չգիտեմ ով ինչ է գործում նշված է 15 մետր, բայց դեռ բաց չի։ Քաղաքաշինական նորմերը պահված են, այդտեղ փոխվել են Նախկին արդյունաբերական տարածքներ են, որոնք որ հիմա չեն աշխատում։ Դիմացի փողոցում կան բնակելի շենքեր, բայց բավականին հեռու են փողոցի այն կողմնա։ Ամենամոտը նշված է 15 մետր։ Այդ 15 մետրը 1-2 հարկանի չգործող տարածքն է։ Բնակելի շենքերը շատ ավելի հեռու են, 30 եւ ավելի։ Մենք սկզբից հենց դրա մասով է ասացին, չէ՞, գոյություն ունի գործող Փարիզ, մենք վերջում բան կանենք ու ասեմ
Դի որ ռեստորանն ասեն գետի ընկումը Վերնատունը այդ որ Ես շալտան շալտան ռեստորանն է, բայց Սքո արարությունների ու նմանատիպ это կացուր է 15 մետր Հենց երկու կողմից կբաց 15 մետր եւ ավել 15 մետր չի կարա դե 10 թղթերով ձեր հողամասը 4000 քառակուսի երկու արկանի շենքերից 15 մետր Ապարմենիա չունեք հենց հիմա էլ եթե ունեք կթարցի կան պատասխան Ապարմենիա ունեն Նալով երկնալով վերածական Շալտային և բան բեռնատան Պարիզն կապած է, բայց շենքը երկաշած է շենքը Փարիզի Շենքը ինքը 15 մետր ամեն կողմից բացա հետ Այսպես հիմնական բուն շենքը 12 արկանի հետ քաշած է բոլոր շենքերից 15 մետր բաց է հեռավորությունը Դա նախկին վերդի տարածքն է Ինտարցիքով քաղաքաշինության կոմիտեն մեծ ուշադրություն Ճիշտ ասած ես մենք ունենք բանաձոր խորհրդանիշ թթու ջուրը, որը որ արտեզիակ ջուր է, անկային ջրեր է, ու հոսանքը ըստ ձեզ որ կողմից է ջուրը հավանում։ Արդյոք այս շենքի կառուցումը կարա բանաձորի խորհրդանիշ հանդիսացող անկային ջրի աշխարհային խանգարի Ինչու՞։ Ես ճիշտ ասած մենք առիթ ունեցել ենք Հայաստան, Բանաձոր ասա Արմենիա առողջարանի հանրային քննարկում որ եղավ իրանք այդ հորատանցքեր որ եկան բան արեցին այդ տեղում էլ են նայել դրա գլխավորը պարոն Քոթանջյան հորատանցքը հենց այդ աղբյուրները որ կա ես էլ չէի նկատել բայց հետևը պոմպակայան կա դրած ու հենց դրա անմիջապես հետևը մի հատ մի հարկանի շենք կա նույնիսկ մտանը նայեցինք այդտեղ է իրանց բասեինները որտեղ խորհրդային միության տարիներին այդտեղ տակվել է ու տեղից խողովակներով կենումա բան դեպի արդեն առողջարան փող բանի տակով էլ ասենք դա չենք տեսնում եւ որ քաղաքը հələ դեռ չի կառուցապատվել տակով կենումա եւ հիմնականը որ հիմա մենք որ խմում ենք այդ ցայտ աղբյուրները կա հենց դրա միջապես հետևն է պոմպերը դեղադրված էլի կամ ճիշտ եք ասում նկատի ունեմ տեսեք ինչ-որ տեղով ինքնահոսի դեպի տակով գալիս հավաքման միտեղ հիմա ինչ-որ տեղ միջամտություն կարա անի որ դրանից հետո այլևս այդ ջրերը հունը փոխեն կամ ինչ-որ բան ես իմ աչքով տեսել եմ անմիջապես դրա հետևն է պոմպը հետևը պոմպը գետի հիմա այդ տակում որտեղից է գալիս Եվ բնական է դրա պատուցել Մենք այդ ջրերի ընդհանրապես ուղղություն ենք փոխում, այսինքն մենք իրենց ուղղությունը չենք սամ, այսինքն ոնց որ սա շենքն է, մենք այդ ջրերը ընդհանրապես բերում ենք կողքով, այսինքն ինքը որտեղից որ եկել է ուղղություն չունեցան իմաստ, ինքը ընդհանրապես շենքը շրջանցում է։ Հա, հասկացա, բայց այդ ջրերը դա ֆասով, սենտրով, եւ մասով, տարբերները ունները գալիս է այս վիճակը, այսինքն իրավունքը În comiți, taxa maroni de luminare, de relatus. Autocarul meu. Ma, ենթադրվում է շենքի տակ։ Ստա կարող է փոխվի եւ որտանիշը փոխվի դա Բայց շրջակա շնորհայր է, դու չեք նայել։ Այդ ջուրը չի։ Սկսենք դրանից։ Ես վստահ չեմ։ Ռեալական բանը չէ Արդյոք կարա հունի փոփոխություն համայնքի զրկի, քաղաքը զրկի ապօրինանշի Գեոլոգիայի եւ գեոֆիզիկայի արդյունքում նաեւ ջրից անալիզ են վերցրել, այդ ինչ ջրեր իրենց էությունը եւ իրենց ադրեսիությունը, այդ ջուրը չի ձերասած, որը որ այդ հաշվետվությունները ներկայացված է, որը որ բոլորին հասանել է այդ բանը հաշվետվությունը։ Հաջորդ հարցս հետեւն է, ոնց որ վերևի հատվածում փոխեցնում նա բան դիամետրի ենթադրենք բան
նախորդ գլխավոր հատակագծին հստակ կարող ենք տեսնել, որ սոցիալից ավելի բարձություն չի տա։ Հիմա ինչ հետաքրքիր է, հաստատի 13 ականիշնության մոտավորապես ծանրություն ինչքան է եւ այդ ծանրության ինչի համար է ասում, ջրերը, քանի որ շարժվող են, այդ ծանրության տակ արդյոք կարողանալու է ջուրը հստակ խաղաղել, որ մենք չզրկենք մեր քաղաքի խորհրդանիշից։ Ծանրությունը հիմա որ ես ենթադրենք ասեմ 5000 տոննա, դա դες ոչ մի բան չի ասել։ Դա ոնց որ դա նվազել է եթե քննարկելու բան կա, կարող ենք հիմնայել քննարկենք, որովհետև այդտեղ խնդիրը գնում է, թե ասենք օրինակ 1 մետր քառակուսու վրա ինչքան ուժ է առաջանում կամ այդտեղ գնալու է 3000 քառակուսի մետրի վրա ինչքան ուժ է առաջանում։ Այդ 3000 քառակուսի մետրի վրա որ վերածենք, ասենք 1 մետրի վրա կարող է 1 տոննա ուժեր չընկնել, որովհետև կոնկրետ շենքի տակն է մի քիչ ավելի շատ է, որ ասենք կարա լինի մոտավորապես 15 տոննա մետր քառակուսի, որը որ այդ տիպի կռունկների վրա ասենք ընդհանրապես նստվածքային խնդիրեր չի առաջանալու։ Եվ պարոն Գերական, մի հարց ու եթե հիմա օրինակ համայնքը տվեց թույլտվություն, սկսեց սարքել ու հանքային ջրերի հոսքը այլևս կտրվեց։ Պարոն Քոթանյան, ճիշտ եք ասում, նայեք, շրջակա միջավայրի նախարարության փոխանցում Նայեք, դա ավելի խորքային, այսինքն երկրորդ Հիմա ինքը ասաց 20 օրյա ժամկետ կա, կարելի է եթե ասենք առավոտություններ ուներ, կարող է Ես ունեմ ներկայացնել չկա, բայց հիմնավորված տարբերակով, որպեսզի եզրակացություն տալիս, դա հիմք լինի Տեսեք, քանի դեռ ես չունեմ, որպես համայնքի բնակիչ, քանի որ դա իմ քաղաքի խորհրդանիշն է, մոտավորապես 80 տարի դա քաղաքի խորհրդանիշ։ Իհարկե ոչ մեկս չեմ։ Ինձ համար այդ ավելի ու բոլորիս համար ավելի կարևոր է, քան ինչ-որ մի հատ շենք։ Հիմա քանի դեռ մենք չունենք հստակ բանը, երաշխիք ջուր չի կարողանում այդտեղ բան, այսինքն չկար մարդիկ թողել են այդ երաշխիքները։ Նայեք, մինչև շնորհաշտեցությունը ընդունելը, այստեղ իրականացվել է համայնքապետարանում ավագանի որոշում։ Ավագանին տվել է դրական։ Ավագան որոշում չի։ Yok gayet öyle şimdi bana sen de. Կարևոր չի առանց ավագանի որոշման։ Ես դեռ ասում եմ, ես նույնիսկ հարցում եմ, ժամկետում։ ուրեմն ես քեզ պատասխանում։ Վերջի ավագան նիստը եղել է այս տարվա Նայեք, սենց ասեմ, էլի, նայեք ես ասեմ։ Ավական սենց այդ կարգի մեջ դրված է հանրային քննարկում անել, 20 օրյա ժամկետում ներկայացնել ավականում, եթե ներկայացնում, ուրեմն մենք գրում ենք, որ նիստ տեղի չի ունեցել, մենք այդ գրում որ նիստ տեղի չի ունեցել, սա ավականում չի ներկայացվել։ Բայց այդ դրության մեջ նշված էր, բայց առավոտություններ չկան։ Չէ, համայնքի կողմից։ Ամեն կարողություն չի ունեցել, ես կարող Բայց պատասխանել։ ավականում նիստի մենք գրել որ չեն ներկայացրել, որտեղ բնականաբար չի կարողացել։ Ես ձեր ասացի պատասխանեմ, ուրեմն ես ձեր հետ միանշանակ համամիտ եմ, որ այդ խորհրդանիշին չպիտի վնասվի։ Մենք ոչինչ բան չենք ունեցում, ձեր ասած այդ ինչ-որ մի հատ շենքը 160 ընտանիք ապահովելու է բարեկեցիկ կյանքում, որը որ այսօր բնակ ֆոնդը այդ կարիքը ունի Վանաձոր քաղաքի, ինչ-որ մի հատ շենքը, որ 8-ից 9 միլիոն դոլար ներդրում է լինելու այս քաղաքի համար, այդ ինչ-որ մի հատ շենքը, որ 80-ից 100 աշխատատեղ ապահովելու նվազագույնի 2-ից 2.5 տարի եւ մարդիկ բարեկեցիկ ապրելու են։ Մենք մեր ազգի թշնամին չենք, մենք վատ բան չենք եկի անենք, մենք չենք եկի այդտեղ սարքենք հյուրանոց, կազինո կամ ինչ-որ մի հատ բնակությանը, մարդկությանը արատավոր ուղղությամբ շեղելու տեղ։ Ունում ենք, որ դուք բարձրաձայնում եք, մենք ասացինք, որ անցել է գեոլոգիա, անցել է գեոֆիզիկա, անցել են բոլոր լաբորատոր փորձակնությունները։ Հիմա դուք այդ փորձակնություններին կվստահեք, չեք վստահի այլ հարց է,
ձեր իրավունքն է, բայց համայնքը շինթույլտվություն տալուց առաջ հաշվի առնելու բոլոր այդ եզրակացությունները, այսինքն ամենավերջնական փուլը, որ հիմք հանդիսանում շինթույլտվություն տալու համար ցանկացած շինարարությունի, դա համալիր փորձաքննությունն է, որ անցնում է քաղաքաշինության կողմից, որը որ 8-ից ավելի գերատեսչություններ իրենց եզրակացություն են տալի, բայց դրանից առաջ մինչև համալիր փորձաքննություն հասնելը բազմաթիվ եզրակացություններ, սեյսմիկ եզրակացությունից գեոլոգիա, գեոֆիզիկա, պարզ փորձաքննություն հասնում։ Հիմա այդ բոլոր փորձաքննության շրջանները մենք անցել ենք եւ անցնում ենք, մենք եկել ենք ասել ենք շրջակա միջավայրի առողջության վրա գնահատման հետ կապված հարցին եւ դիմել ենք դրանից հետո համալիր փորձաքննությունը դրական ստանալուց հետո ոչինչ մեր չի հանգարելու, որ մենք դիմենք համայնքի ստանանք շինթույլտվություն։ Իհարկե, հաշվի առնելու բոլոր այն ամեն ինչը, ինչի որ ձեր կողմից բարձրացել է։ Բայց այսօր այդ բոլոր էտապները անցել ենք, մենք այդ ձեր ասած խնդրին չենք հանդիպել, ձեր ասած ջրերը տեղ չկան, ձեր ասած ջրերի հոսքը կամ քանակությունը այդ շենքի կառուցելուց չի փոխվել։ Դա իմ խոսքը չի, դա համապատասխան եզրակացությունների, համապատասխան մասնագետների ասածն եմ ես ասում, որը որ սևը սպիտակի վրա վերած է, ով ուզում է կարող ծանոթանալ դրել։ Ես էլ շասացի շնորհակալություն։ Արձանագրել բավական որոշ չկա եւ այնուամենայնիվ ոնց որ բիզնեսներ ինչ նշեցիք, որ բարեգործություն չի եւ ենթադրել որ դա բնակչության համար չի, էլի բիզնես է, որ պետք է բնական ծախեն գումար մասնա։ Ուզում եմ ձեզ դրանով վատություն չեմ կա։ Չէ, վատություն չկա։ Մեր դեպքերն են շատ լավ, շատ լավ, որտեղ յուրաքանչյուր քաղաքում պետք է մեր դեպքեր անեն, որ պետությունը դառնա զորատեղ։ Բայց կան բաներ, որոշներ, որ այդ համայնքի դեպքն ու ավանդույթն է։ Այդ ավանդույթները երբեք չի կարող խախտել ասած։ Ես համամիտ եմ ձեր։ Ես եմ շատ։ Իմ ամենացում ես անեմ, քանի որ դուք նշեցիք, որ ավականու որոշում չունեն, ավականու որոշում չունեին և երրորդյա ժամկետում հարցում կատարել են, ուղարկել են համայնքապետարան, արդյոք դուք կողմել տվյալ շենքի շինության կառուցմանը, այնտեղ նշվել է, որ ավականու որոշում չի իրականացնում, ընդհանուր չի իրական, բայց ավարտություններ չկան։ Ես իրավունք չունեմ առանց ավականու որոշման ընթացք տալ գործին, բայց ես բարեկամ, քանի որ ես բացատրական կարծիք, ես արդեն իրավունք ունեի շարունակելու։ Այս դա ավականու լիազորությունների շրջան։ Հարց չկա, խնդիր չկա։ Օրենքը նախատեսում է, եթե ավականու լույս չի կայանում, այսինքն Դեպքերը շատ ա եղել, որովհետև ես ուրիշ համայնքներ լրացան, կարեկաշեն կարեցեն, դա ինտերացի դրացա 20 օրում պետք է ներկայացնես, եթե չներկայացի, այսինքն 21-րդ օրը չի լինի։ Տենց խնդիր կա։ Այդ բանի հանրային քննարկումների բանի մեջ, կարգի մեջ տենց դրույթ են նախատեսել, մենք մենակ չի։ Ինչքան հանրային քննարկում եղել է, մենակ ձերը չի։ Մենք նախորդներ, մյուսներ, թեկուզ թթու ջուրներ, ոչ մեկներ է բնական։ Այդ 20 օրյա ժամկետը չեն կարեցել։ Ստեղ, իհարկե։ Այո, ես ուղարկել եմ կարծիքի նախաշինության կոմիտե ու մի շարք նախարարություններ եմ ուղարկել, միայն քաղաքաշինություն ճարպահություն եմ ուղարկել, ներքին գործեր եմ ուղարկել։ Ընդհանրապես ոչ մի նախարարության կոմիտեի կողմից բացասական կարծիքներ։ Գրեթե 6-7 անգամ հրամշակում են ուզում, գրեթե 6-7 անգամ վերջինը ուղարկել ենք երկուշաբթի, անցած շաբաթ կամ այս շաբաթ վերջին հրամշակում, անհատ ուզում են։ Վերջնական մի հատ պիտի համալիր քաղաքաշինական փորձաքննություն ամփոփը արդեն վերջնականը հասնի, դա հաջորդ փուլն է, շմագից հետո հաջորդ փուլը։ Այսինքն մենք հիմա ինչ ունենք, եթե քաղաքաշինության կոմիտեն եկավ դրականատվեց, հետո դիմել ենք համայնքին շինթույլտվություն ստանալ։ Բանի շմագինը կա, Շմագը կա, քաղաքաշինության համալիրը կա, արժե կա, այդ բոլոր փաթեթը։ Դե քաղաքաշինությունը այս ասում եմ 6-7 անգամ բան են Մենք վերջ եկել վերջացենք քաղաքաշինությունը։ Պիտի համալիր շմագից հետո նոր պետք է տանենք վերջնական համալիր քաղաքաշին փորձաքննություն։ Մեկ էլ է բան Խոթանջան, որ ասում եք այդ արդյոք 20 օրյա ժամկետ
Եթե կան առաջարկություններ, Ես կգրեմ արդեն բնապահպանության Շնորհակալություն։ շնորհակալ Այլ հարցեր Ժորժ ջան։ Եթե չկան շնորհակալություն մասնակցությանը, Տասնիրեք նկողներ հետ 13 Հա, բայց առաջ ոնց որ 13 Հետո մեր ֆինանսական հաշվարկումից ելնելով իջացելով բնակելի դառնալ 12 Ֆինանսական թե ինչ որ սեյսմիկ։ Չէ, հիմնականը ֆինանսական Սեյսմիկ է։ Ինժեներների կառավարական հետազոտությունների եզրակացությունները հաստատված երևի չեն բերել, բայց Կարանք ուղարկել բարեխնդիր չկա։ Արդեն գեոլոգի կողմից կապված նաև Այդ կողմներ հետ բան։ գեոլոգիայի կա, գեոֆիզիկայի կա, ուղարկեն Նայեք այդ առումները ես սենց ասեմ, էլի ձեր մտահոգությունները ոնց որ փարատել նախագիծ անցումա տարբեր փորձակնություններ։ Սա շրջակա միջավայրի փորձակնություն։ Անստաբարձ քաղաքաշինական, համալիր քաղաքաշինական, որտեղ արդեն նեղ մասնագետներ թե նայում են թե գեոլոգիան, թե կոնստրուկտիվ հաշվարկը եւ այլն եւ այլն։ Ուզում ասեմ, այդ առումով որևէ խնդիր, այսինքն եթե պրոյեկտը չհամապատասխանի գործող նորմերի սեյսմակայունության կամ չգիտեմ, երկրաշարժադիմացկունության հետ կապված, կմերժվի։ Հիմա այս փուլում հիմա շմագը 20 օրվա մեջ չէ առաջարկություններ։ Հիմա եթե առաջարկություններ, դիտողություններ կա, այո, օրենքը նախատեսվում է։ Մեկ է քաղաքաշինության կոմիտեի հետ եք աշխատում, պարբերաբար լրագրողներ վերջնականներ։ Այսինքն եթե դա էլ եղավ, այս մյուսն էլ եղավ, այդ բան ոնց որ Արդեն կդիմեն համայնքին, որպեսզի շինթույլտվություն դրա համար։ որպեսզի շինթույլտվություն, եթե ԱՊԶ-ի մեջ, ՃՀ-ի մեջ փոփոխություն եղավ, դա ինչ որ կնայեն, չէ՞։ Հարկերի Հարկայնությունը եթե չես գերազանցում ես, ԱՊԶ-ն փոխելու կարող։